Թիկունքի վարչությունը ունի առանձին մեքենաներ, թե դրանք զինվորական զորամասերի մեքենաներն են, որոնք ապահովում են սննդամթերքի եւ պարենային ապրանքների։ Ոչ միայն պարենային ապրանքները, այլ թիկունքի վարչության անվանացանկում եղած նյութական միջոցները կենտրոնական պահեստներից եւ բազաներից զորամասերին առբերումը իրականացվում է կենտրոնի տրանսպորտով, կենտրոնացված կարգով։ Ես ենթադրում եմ, որ դրանք պետք է լինեն նաեւ հատուկ սառնարանային տեխնիկայով հագեցած մեքենաներ, որպեսզի շոկ եղանակին շուտ փչացած մթերքը չտուժի։ Ոչ միայն շոկ եղանակին, ցուրտ եղանակին նույնպես արագ փչացող սննդամթերքը, դրանք կարագ, ձու, միս, մսամթերք բոլորը մատակարարում են սառնարան մեքենաներով։ Մեծ պատասխանատվություն է այդքան մարդկանց թարմ մթերքով ապահովելը։ Ամենօրյա ստուգում իրականացվում է պահեստում ժամկետանց ապրանքը բացառելու, փչացած մթերքը հանելու համար։ Այո։ Ապրանքների թարմացման գրաֆիկ պարտադիր բոլոր զորամասերում կա եւ կապված նրանից սննդամթերքը երբ է արտադրվել, ոչ թե երբ է մատակարարվել, իրականացվում է դրանց թարմացումը։ Սննդամթերքի մատակարարումը զորամասեր մատակարար կազմակերպությունների միջոցով, երբ որ մատակարարում է կենտրոնական պահեստներ, միայն լաբորատոր փորձաքննությունից հետո, երբ որ լինում է եզրակացություն, որ որակը համապատասխան է եւ կարելի է մատակարարել անձնակազմին, նոր դրանից հետո առաքվում է զորամասեր եւ հատկացվում է զինծառայողներին։ Հայաստանի ռելիեֆը բավականին բարձր լեռնային շրջաններում, մանավանդ ձմեռային պայմաններում լինում են դեպքեր, որ զորամասին հասնել պարզապես հնարավոր չի լինում եւ գոնե 1-2 օր զորամասը փաստորեն պետք է մնա առանց թարմ մթերքի։ Պահեստավորվում է արդյոք մթերքը այդպիսի պայմանների։ Բոլոր զորամասերը ապահովում են 30 օրվա կտրվածքով։ Դժվար անցանելի հենակետեր հնարավոր է, որ մենք ունենանք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի ցանկում, այդ հենակետերին մենք հատկացնում ենք չնվազող պաշար։ Ցանկացած դեպքում նույնիսկ մինչև 10 օր, 2 շաբաթ, եթե հնարավորություն չլինի հասցնել սննդամթերք, մենք ապահով ենք, որ այդ նշված հենակետերում անձնակազմը սնվելու խնդիր չի ունենա։ Վերջերս մամուլում համարյա թե ամեն օր կարելի է տեսնել թարմ լուրեր բանակում տեղի ունեցած միջադեպերի մասին, երբեմն նաև չարաշահումների մասին, բայց եթե նայում ենք վիճակագրությանը, ապա 2013 թվականին պարզվում է միջադեպերը բանակում ավելի քիչ են եղել, քան նախորդ տարիներին։ Մամուլի այս ուշադրությունը բանակի նկատմամբ ավելի շատ օգնում է, թե խանգարում։ Ցանկացած ուշադրություն, ցանկացած վերահսկողություն, եթե տեղին է, միանշանակ օգնում է։ Ոնց է բանակի աշխատանքը, պլանավորված աշխատանքը ինքը նույնպես ենթադրում է պլանավորել միջոցառումներ, իրականացնել, հասցնել ենթականերին եւ այդ ընթացքը վերահսկել։ Նորմալ աշխատանքի պրինցիպը, սկզբունք է դա։ Սկզբունք, այս պետք է լինի նաեւ հսկողություն։ Իսկ որ մամուլում շատ է բանակի մասին խոսում, ոչ թե նրանց է, որ դեպքերը բանակում շատացել են, այլ նրանց է, որ բանակը դարել է բաց բոլորի համար։ Երիտասարդների մոտ կարծիք կա, որ այն 2 տարին, որ նրանք անցկացնում են բանակում, դա նրանց կենսագրության խոռոչն է, որը ինչով է լցվում։ Լցվում է, ասեմ ինչով։ Կարծիքը այն երիտասարդների մոտ են, ովքեր դեռ բանակում չեն ծառայել։ Բանակ ծառայած երիտասարդը նման կարծիք չի կարող ունենալ, որովհետև ասացվածքը ասում է, որ բանակը դա խիստ կին է, որը տղային դարձնում է տղամարդ։ Տղամարդ դառնալուց հետո այդ ամեն ինչին ուրիշ աչքերով, ուրիշ տեսանկյունից են նայում։ 2 տարի տղամարդկություն է լցվում, բարձր։ Այո։ Այն պայմանները, դժվարությունները, ոնց որ մենք խոսեցինք, որ կա ծառայության մեջ, հետագայում մարդու կյանքում ամեն ինչ հարթ չի կարա լինի։ Միջև բանակ գնալը երեխան ծնողների հսկողության ներքո աճում է, խնդիր չունի համարյա։ Բանակ գնում են երեխայից մի քիչ մեծացած 18 տարեկան։ Հետագա կյանքում, երբ որ մարդը մեծանում է, խնդիրներ կան, այդ խնդիրները պետք է հաղթահարել։ Եվ առաջի, ոնց որ ասած, կրթական համալիրը, որ կա մեր պետության մեջ, որ սովորեցնում է բարդությունները հաղթահարել, դա բանակն է։
ինչ հատկություններ է դաստիարակում բանակը եւ եթե համեմատական ներկայացնենք երիտասարդությունը, այսինքն ժամանակակից երիտասարդությունը ասում են ավելի ինֆանտիլ է, ավելի տարված է բարձր տեխնոլոգիաներով, համակարգչային խաղերով, շփումներով, սոցցանցերի տարբերություն կա սերունդների։ Իհարկե կա։ Եթե այդ ամեն ինչը չի եղել, բարձր տեխնոլոգիաներ, համացանց, խաղեր, հիմա այդ ամեն ինչ կա։ Այսինքն այսօրվա երիտասարդները ինչ որ չափով ապրում են իրական եւ վիրտուալ կյանքով։ Առաջ դա չի եղել։ Առաջ ինչ եղել է, բոլորը եղել է իրական եւ դրանից բացի եղել են գրքեր։ Իսկ հիմա կա նաեւ վիրտուալ կյանք, իսկ բանակում վիրտուալ կյանք չկա։ Բանակը իրական կյանքն է, ինչ կա դա է։ Կան քո պարտականությունները, կա կարգապահություն, կա ծառայություն։ Բազան բանակը վերադարձնում է իրական եւ խիստ իրական կյանք։ Այո։ Եվ դաստիարակում եմ արդյոք մեջ առաջերտին կարգապահություն, կազմակերպվածություն եւ դրանից բխող էլի լավ բաներ։ Շնորհակալություն, որ եկաք, եւս մեկ անգամ շնորհավորում եմ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ եւ այն ամենը, ինչ կարելի է այս պահին մաղթել, թերևս խաղաղությունն է։ Շնորհակալություն, ես բոլոր հայ ժողովրդին եմ շնորհավորում, բանակի օրվա կապակցությամբ դա կարելի ասել ազգի համար մեծ հաջողություն է, երբ որ դու սեփական բանակ ունես եւ վստահ ես, որ քեզ պաշտպանող կա։ Եվ թող այդ բանակը միշտ գործի խաղաղ պայմաններում։ Շնորհակալություն։ Բանակի մասին հնարավոր չէ երրորդ դեմքով խոսել, անկախ սեռից, զբաղեցրած դիրքից, ֆինանսական կարողություններից ու տարիքից։ Մեր բանակի ոգին ու միշտ փոքրաթիվ ուժերով մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքը երևի այն է, որ հայկական բանակը միայն դիրքերում ու զորամասերում համազգեստով ծառայողները չեն։ Բանակն ու քաղաքացիական կյանքը միասնական օրգանիզմ են։ Մենք միասնական ենք պայքարելու ու հաղթելու ոգով, միասնական ենք մեր տունն անառիկ պահելու կամքով, բայց նաև հաճախ ախտահարվում ենք նույն հիվանդություններով։ Բանակում ծառայում են մեր երեխաները, մեր դպրոցներում ու ընտանիքներում մեծացած պատանիները։ Բանակը Արմեն Հովհաննիսյանն ու մյուս 8 տղաներն են, նրանց ծնողները եւ ուսուցիչները։ Այսքանը, առողջ եղեք, այլ մանրամասների սպասեք հաջորդ կիրակի։